Հոկտեմբերի 10-ին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին, եւ այսօր Թուրքիայի քաղաքական շրջանակներում արդեն խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները խզելու եւ արձանագրությունները լուծարելու մասին։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը թուրք քաղաքական գործիչների մեծ մասը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։ Արձանագրությունների հարցում առաջընթաց չեն կանխատեսում նաև հայ քաղաքագետները եւ համարում, որ 1 տարվա ընթացքում պաշտոնական Երևանը լուրջ բացթողումներ թույլ տվեց։ Թուրքիան արձանագրությունների ստորագրությամբ եւ Հայաստանի կողմից այսպես անժամկետ սպասելու պատրաստակամությամբ ստացել է իր ստանալիքի ավելի քան 80%-ը, փոխարենը ոչինչ տալով։ Լուրջ սխալ է, խոշորագույն սխալ է տեղի ունեցել, բայց հիմա նեղացածի կեցվածք պետք չէ ընդունել, այլ պետք է փորձել միջազգային ուրեմն հանրությանը ներկայացնել, որ մեր սահմանը ուրեմն փակ է Թուրքիայի կողմից, դա թշնամական գործողություն է։ Կիրո Մանոյանի կարծիքով միակ ճիշտ քայլն այն կլինի, որ Հայաստանը արձանագրություններից հետ կանչի իր ստորագրությունը։ Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ էլ Թուրքիային եւ միջազգային հանրությանը պետք է հասկացնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ որևէ կապ չունի։ Գայանե Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան, IPFM։